Սիրելի հայրենակիցներ, ներկայացված նախագծի հիմնական նպատակը ներկայացրեց պարոն Ավետիսյանը։ Մենք ինչ ենք առաջարկում, ոչ թե հրաժարվել գույքահարկից, որ հաճախ փորձ է արվում սխալ ներկայացնել այստեղ, այլ առաջարկում ենք, որպեսզի իսկապես շքեղության հարկը դառնա առավել առարկայական, սոցիալապես ընդունելի հատվածը նույնիսկ չկրի այդ բեռը։ Հասկանում եք, խնդիրը որն է, այս պահի դրությամբ այն փոփոխությունները, որ դուք արել եք եւ որը համարում եք լավագույն հնարավորություն համայնքներին, իրականում անտեսել եք շատ կարեւոր մեկ հանգամանք։ Մարդը, քաղաքացին, անձը իր ընտանիքի կազմով պայմանավորված պետք է ունենա հնարավորություն նորմալ բնակարանում ապրելու եւ դրա համար վճարի նվազագույն գումար, այլ ոչ թե շեշտադրված այնքան մեծ գումար, որ հետո ստիպված լինի վաճառի այդ բնակարանն ու տեղափոխվի։ Խոսքը սրա մասին է։ Եվ երբ որ ասում է սոցիալապես ընդունելի մակարդակ ու ավելին թանկարժեք, գերթանկարժեքը ավելի շատ հարկվի, նպատակ հենց սա է, որ նաև համայնքներն էլ ունենան հնարավորություն վերաբաշխում անելու եւ այդ համայնքներում տնտեսությունը առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Նույն հարցը վերաբերում է իդեպ աղբահանության պարտադիր վճարին։ Ով ասես, որ արդար մոտեցում է, որ ըստ քառակուսի մետրի եք սահմանել կամ ըստ անձի եք սահմանել։ Իրականում այդ աղբահանության վճարը պետք է լինի այն ապրանքի եւ ծառայության գնի մեջ, որը պոտենցիալ աղբ է դառնալու։ Այդ դեպքում բոլորը եւ արդար կվճարեն։ Եթե ես օգտագործում եմ 30 տուփ սիգարետ, այդ 30 տուփ սիգարետի աղբը, որ ստեղծվում է, դրա համար պիտի վճարեն, այլ ոչ թե որ այդ բնակարանում մնում են 10 հոգի, 10 հոգու համար պիտի վճարեն։ Շարունակությունը խմբակցության ելույթում։ Շնորհակալություն։ Թադևոս Ավետիսյան։